ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Իսրայելական խայտ թե պայմանավորվածություն, ինչ է իրականում տեղի ունենում Իսրայել-Իրան-Ադրբեջան ճակատում եւ ինչ զարգացում կունենան լարված հարաբերությունները։ Իրանում լարվածության ֆոնին հարավային Ադրբեջանի քարտը կրկին խաղի մեջ է, քաղաքական նախագիծ թե պատմական միֆ։ Իրանի լույսերի ու վարդերի պալատը նշանառության տակ հարված ուղված մշակութային ինքնությանը։ Ահազանգ մասնագետից բանջարեղենը թանկացել է ու դեռ թանկանալու է, որ մթերքներն են թանկացել եւ ինչու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քիչ առաջ լուսանկար է հրապարակել ու գրել, որ Իրանի քաջարի եւ հզոր զինված ուժերը վրեժ կլուծեն թշնամական ուժերի թիրախ դարձած յուրաքանչյուր իրանցի մոր, հոր եւ երեխայի համար։ Լուսանկարում հրապարակել է մոր եւ երեխայի դագաղներ։ Մերձավոր Արևելքում լարվածությունը չի թուլանում, Միացյալ Նահանգները զգուշացնում է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին չմեկնել Նախիջևան, քանի որ ըստ պետքարտուղարության անհայտ թվով անօդաչու սարքեր հարվածել են Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալին եւ ընկել դպրոցի հարակից տարածքում։ Թեպետ Իրանը կտրականապես հերքում է մեղադրանքները եւ սլաքներն ուղղում Իսրայել, պաշտոնական Բաքուն շարունակում է մեղադրել Իրանին։ Ադրբեջանը նույնիսկ Իրանից դուրս է բերել իր դիվանագիտական անձնակազմը, նաեւ տարհանել Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին։ Քաղաքագետներից շատերի կարծիքով Ադրբեջանի այս քայլերը պետք չէ վերլուծել անվտանգության խնդրի համատեքստում։ Փորձագետների մի մասը համոզված է, որ անօդաչուի այս հարվածն ու հաջորդած իրադարձությունները պարզապես մեծ խաղի մի դրվագն են։ Խաղ, որին Ադրբեջանը գիտակցված է մասնակցում։ Ոմանք այդ խաղի կտիկը տեսնում են Իսրայելում, մյուսները ավելի լայն արևմտյան հաշվարկների մեջ։ Ինչ է իրականում տեղի ունենում, ինչ ընթացք կարող է ունենալ այս ամենը, Անյա Բաղյանն է ներկայացնում։ Ադրբեջանը կուլ տվեց Իսրայելի Նախիջևան ուղարկած, այսպես ասած, խայծը։ Նրանք, ովքեր մի ժամանակ ցանկանում էին փորձել մեր ուժը, ջախջախվեցին երկաթե բռունցքով։ Այսօրվա միջադեպը նույնպես նույն արդյունքը կտա։ Հետևաբար այս հարցի վերաբերյալ պետք է գործողությունների ծրագիր կազմվի։ Նում զգուշացնում այն ֆոնին, երբ Իրանը հայտարարում է Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու չի արձակել։ Սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից տարբեր միջոցներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված նմանատիպ գործողությունները նախադեպեր ունեն։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ Բաքուն միտումնավոր է սրում վիճակը։ Ալիևի ելույթը պարունակում է որակումներ եւ սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելուն։ Ադրբեջանի խոսքերը ծիծաղելի են Իրանի համար, իսկ վրեժի տերորիստական գործողության մասին խոսելը կարճամտություն, ընդգծում է իրանագետը։ Շատ կոպիտ եւ սխալ տրամաբանական կառուցվածքով խոսք է։ Ոնց կարող է ինքը պատժել Իրանին, եթե ասենք նույնիսկ դա Իրանի կատարած քայլն է եղել, ինչպես է պատրաստվում նույն դասը տալ, ինչ որ տվել է Հայաստանին եւ ըստ դեպքում Իրանին։ Իսրայելն ուզում է Իրանի դեմ պատերազմում շատերին ներքաշել, այդպիսով կթուլացնի իսլամական պետություններին միաժամանակ եւ կկարողանա իրականացնել բազմամյա նպատակը՝ մերձավոր արևելքում դառնալ միակ թելադրողը, կարծում է քաղաքագետը։ Իսրայելի ստրատեգիան է եւ Միացյալ Նահանգների ստրատեգիան է, որպեսզի Ադրբեջան եւ Իրան ռազմական գործողություններ տեղի ունենան, որին բնականորեն ներքաշվելու է նաեւ Թուրքիան։ Թուրքիայի ներքաշվելու դեպքում բնականաբար արդեն ակտիվանալու են նաեւ քրդերը, Իրաքի քրդերը, Իրանի քրդերը, Թուրքիայի քրդերը, եւ այդ քրդերը ամենը իր ծրագիր ունի։ Մեկը Թուրքիայից ուզում անկախանա, մեկը Իրանից, մյուսը Իրաքից եւ ասա երկարատև տարիներ տևող պատերազմ է լինելու։ Բաքու ուղարկված անօդաչուն ակնհայտ սադրանք էր Իրանի դեմ, կարծում է Խանլարյանը։ Մինչ Ստեփան Դանիելյանը հավանական է համարում եւ ամերիկյան եւ բրիտանական կողմերի ներգրավվածությունը, իրանագետը վստահ է Իսրայելն է ուղարկողը։ Իդեպ հետաքրքիր է, որ ադրբեջանցիներն էլ տեսախցիկները միացրած կարծես սպասում էին հարվածներին։ Իսրայելը Ադրբեջանում եւ մեր Արցախում պատմական Արցախի տարածքներում
ունի լրտեսական հզոր հնարավորություններ եւ զինվորական։ Բնականաբար այդ պոտենցիալից օգտվելու խնդիր կա եւ կփորձեն եւ արդեն դրա ապացույցները կան, որ կփորձեն ներգրավել այս հակամարտության մեջ։ Բայց Ադրբեջանը կարող էր դիվանագիտական ճանապարհով կարգավորել հարցը, քանի որ Իրանի հետ պատերազմելը ձեռնտու չէ նաև իր համար։ Հարևան պետություններում վարկյանի տարբերությամբ նոր իրողություն է ստեղծվում։ Ինչ անի Հայաստանը։ Հիմա Հայաստանի համար լավագույն լուծումը ոչ թե լռելն ու սպասելն է, Հայաստանը պետք է հիմիկվանից սկսի գործել։ Ինչպես գործել, դա արդեն այլ հարց է։ Առաջինը դա ռազմական պատրաստվածությունը բարձրացնել, Սյունիքում պաշտպանական ինչ-որ գործողություններ սկսել իրականացնել, հնարավոր զարգացումների դեպքում եւ տանել բանակցություններ հնարավոր դաշնակիցների հետ։ Հայաստանի համար առաջնահերթությունը սեփական անվտանգության ամրապնդումն է եւ սահմանային ուղղությունների վերահսկողությունը, հատկապես Սյունիքում, որտեղ ցանկացած զարգացում կարող է անմիջապես անդրադառնալ տարածաշրջանի ուժերի բալանսի վրա։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քիչ առաջ Թրամփը հայտարարել է, որ չի ընդունի Իրանի հետ որևէ պայմանավորվածություն, բացի անվերապահ կապիտուլյացիայից։ Իրանը դեռևս չի պատասխանել Թրամփի հայտարարությանը։ Մինչ աշխարհը փորձում է հասկանալ, ինչ են կազմակերպել տարածաշրջանի խաղացողները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զինվորական ստորաբաժանումները տեղակայվել են մարտական դիրքերում։ Միաժամանակ սկսվում է պահեստազորային զինծառայողների մոբիլիզացիա։ Իսկ միթե Ադրբեջանը իսկապես պատերազմի է պատրաստվում։ Այստեղ տրամաբանական հարցեր են առաջանում։ Ինչ շահ ունի Ադրբեջանը Իրանի դեմ դիրքավորվելուց կամ ինչ քաղաքական ու ռազմավարական շարժառիթներ կարող են կանգնած լինել Բաքվի այս դիրքորոշման հետևում։ Իրականում տարածաշրջանային քաղաքականության մեջ կա մի զգայուն թեմա, որը Բաքվում ակտիվացնում են հատկապես այն ժամանակ, երբ Իրանում սկսվում են ներքին խնդիրները։ Իրանում ապրում են միլիոնավոր ազարիներ։ Իրանի հյուսիսային նահանգներն էլ Ադրբեջանն անվանում է Հարավային Ադրբեջան, ինչպես օրինակ հորինել է Արևմտյան Ադրբեջանը, նկատի ունենալով հայկական հողերը։ Որտեղից է ծագել Հարավային Ադրբեջանի գաղափարը, ինչու այն կրկին հայտնվում տեղեկատվական դաշտում հենց այս լարվածության ֆոնին, Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Իրանում շարունակվող ներքին լարվածության ֆոնին ադրբեջանական մեդիայում կրկին ակտիվացել է Հարավային Ադրբեջանի թեման։ Խոսքը Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում պատմական ատրպատականի տարածքում բնակվող 12-ից 14 միլիոն ազարիների մասին է, որոնց շուրջ արդեն երկար տարիներ թյուրքական աշխարհը ձևավորում է աշխարհաքաղաքական սցենարներ։ Իսկ երբ է ծագել բուն Հարավային Ադրբեջանի խոսույթը։ Հարավային Ադրբեջան, ինչքան ես տեղյակ եմ, Հարավային Ադրբեջանի տերմինը որպես աշխարհագրական կամ աշխարհաքաղաքական եզրույթ կամ կատեգորիա նոր չի։ Սա երևի ունի առնվազն 30 կամ 40 տարվա անցյալ։ Արդեն երբ սկսվեց անկախացման process-ը Ադրբեջանի դեպքում, ինչպես նաև զուգահեռաբար կովկասյան մյուս ժողովուրդների դեպքում, շատ մեծ ազդեցություն կար թուրքերի կողմից, Թուրքիայի կողմից Ադրբեջանի վարչակարգի վրա։ Թե ինչ նշանակություն ունի Իրանում ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը Ադրբեջանի համար եւ որն է Հարավային Ադրբեջանի խոսույթը առաջ քաշելու նպատակը, ադրբեջանագետի պնդմամբ կապված է Բաքվի հերթական տարածքային նկրտումների հետ եւ չունի պատմական հիմքեր։ Ադրբեջանի Հանրապետությունում, Իրանի ձևակերպման Բաքվի Հանրապետությունում ակնկալում են, որ գոյություն ունի ինչ-որ երևակայելի միացյալ Ադրբեջան եւ նրանք կարող են Իրանի Ադրբեջանը կպցնել Ադրբեջանին ու ստանալ ինչ-որ մի պետություն նոր, միացյալ Ադրբեջան եւ այդ նախագծի մեջ նաեւ մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքը, որը որպես Արևմտյան Ադրբեջան կմտնի։ Բաքվում այս խոսույթը ակտիվանում է հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Իրանում սկսվում են ներքին անկայունություններ։ Այս անգամ օրինակ Իլհամ Ալիևը Նախիջևանին Իրանի ենթադրյալ հարվածից հետո հայտարարություն արեց ակնարկելով Իրանում բնակվող ադրբեջանցիների գործոնի մասին։ Ադրբեջանին ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով ճնշելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Բաքվի կողմից արձագանքի, այդ թվում այնպիսին, որը կազդի Իրանի ներքին կայունության վրա։ Անկախ Բաքվի ցանկություններից ու բարձրագույն հայտարարություններից ազարիների մշակույթը մեծապես կապված է իրանական մշակույթի հետ։
Նրանք ծագել ու ձևավորվել են Իրանում, խոսել հին պարսկերենով։ 16-րդ դարում օսմանների ատրպատականը գրավելուց հետո են աստիճանաբար դարձել թյուրքալեզու, բայց ոչ սեփական կամքով։ Սուլտան Մուրադը օրինակ արգելել էր պարսկերեն խոսալը այդ ամբողջ տարածքում, Թավրիզում եւ այլն, եւ որպես պատիժ լեզուները հատում էին այն մարդկանց, ովքեր խոսում էին, շարունակում էին խոսել պարսկերեն կամ հին ավեստայական լեզվով։ Եվ այդ պատճառով շատ բռնի ճնշամիջոցների արդյունքում լեզուն փոխվեց։ Իրանի համար մշտապես զգայուն թեմա է եղել իր հյուսիսի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնությունը։ Ազարիների մեծամասնությունն իրենց համարում են իրանցիների հետնորդը։ 1940-ականների կեսերին ԽՍՀՄ միջնորդությամբ Ադրբեջանի ժողովրդական հանրապետության ձևավորումից ու փլուզումից հետո Բաքվի քարոզչության ազդեցությամբ Ադրբեջան գաղթած 10,000 ազարիների մի մասը ստիպողաբար հրաժարվեց Իրանի քաղաքացիությունից։ Ավելի քան 2000 ազարի էլ հրաժարվեց ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը եւ վերադարձավ Իրան։ Ատրպատականցիները Իրանում իրենց իրանական ասկի ավանգարդ էթնոսն են իմանում եւ պատմության մեջ ունեցել են իրենց իսկապես ավանգարդ դերակատարությունը շատ պատմական իրադարձությունների մեջ։ Թեման շարունակում է քննարկվել ինչպես տարածաշրջանային քաղաքական դաշտում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, հատկապես Իրանում ընթացող գործընթացների ֆոնին։ Իրանի հյուսիսային նահանգներում բնակվող ազարիների գործոնը պարբերաբար հայտնվում է տեղեկատվական եւ քաղաքական հայտարարությունների կենտրոնում։ Զարգացումների հետագա ընթացքը կարող է պայմանավորել, թե որքան ակտիվ կշարունակի մնալ այս հարցը տարածաշրջանային օրակարգում։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պետք է անձամբ ներգրավված լինի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ընտրության գործում, ճիշտ այնպես, ինչպես դա արել է Վենեսուելայում։ Թրամփն ընդունել է, որ Ալի Խամենեիի որդին Մոջթաբա Խամենեին ամենահավանական թեկնածուն է, սակայն հստակ հասկացրել է, որ այդ արդյունքն իր համար անընդունելի է։ Նա հավելել է, որ հրաժարվում է ընդունել Իրանի նոր առաջնորդին, որը կշարունակի Խամենեիի քաղաքականությունը։ Թրամփի խոսքով պետք է գա մեկը, որը ներդաշնակություն եւ խաղաղություն կբերի Իրանին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանից հետո Կուբան պարզապես ժամանակի հարց է։ Այս հայտարարության ֆոնին Իրանը հետաձգել է Խամենեիի իրավահաջորդի նշանակումը անվտանգության սպառնալիքների պատճառով։ Իրականում Իրանում իշխանության փոխանցումը երբեք միայն իրավական գործընթաց չի եղել։ Այն միշտ ուղեկցվել է ազդեցության կենտրոնների պայքարով, անվտանգության համակարգի դերակատարությամբ եւ փակ դռների հետևում կայացվող որոշումներով։ Իրանի քաղաքական վերնախավում տարիներ շարունակ է շրջանառվում Խամենեիի որդու անունը, որը հազվադեպ է հայտնվում պաշտոնական հաղորդագրություններում, բայց մշտապես հիշատակվում է կուլիսային քննարկումներում։ Ինչ է հայտնի Իրանի նոր հնարավոր առաջնորդի մասին, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Իրանի քաղաքական վերնախավում տարիներ շարունակ շրջանառվում է մի անուն, որը գրեթե չի հնչում պաշտոնական հաղորդագրություններում, բայց մշտապես առկա է կուլիսային քննարկումներում։ Խոսքը Մոջթաբա Խամենեիի մասին է, Իրանի սպանված գերագույն առաջնորդի որդու, որի ազդեցության մասին խոսակցությունները չեն դադարում ավելի քան 1 տասնամյակ։ Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թվականին Մաշհադ քաղաքում։ Նա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Դպրոցական կրթությունից հետո սկսել է աստվածաբանություն ուսումնասիրել, ապա շարունակել ուսումը Ղոմում հոգևորական դառնալու համար։ Հետագայում աստվածաբանություն է դասավանդել Ղոմի աստվածաբանական ճեմարանում։ 1987-ից 88 թվականներին Մոջթաբան մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին եւ իր հսկողության տակ է վերցրել բասիջ աշխարհազորային ուժերը։ Չնայած Մոջթաբան երբեք չի զբաղեցրել որևէ բարձր պետական պաշտոն, սակայն մի շարք իրանցի նախկին պաշտոնյաներ եւ արևմտյան վերլուծական կենտրոններ նրան նկարագրում են որպես ազդեցիկ միջնորդ հոր գրասենյակի, անվտանգության կառույցների եւ քաղաքական էլիտայի միջև։ 2000-ականների սկզբից շրջանառվում են տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների հետ։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նա դեր է խաղացել այդ կառույցում հավատարիմ կադրերի առաջ խաղացման հարցում։ Իրանի ներսում այս թեման գրեթե չի լուսաբանվում, իսկ պաշտոնական հաստատում երբևէ չի եղել։ Նրա անունը կապում են նաև օֆշորային ֆինանսական ցանցի հետ, որը գործածվում է Իրանից դուրս ակտիվներ պահելու եւ տեղաշարժելու համար։
2009 թվականի նախագահական ընտրությունից հետո, երբ բողոքի զանգվածային ալիք բարձրացավ ընտրության արդյունքների դեմ, ընդդիմադիր շրջանակները պնդում էին, որ Մոջթաբան աջակցել է բողոքի ցույցերի դեմ կոշտ ուժային արձագանքին։ Այդ պնդումները պետական մակարդակով հերքվել են կամ անտեսվել, սակայն նրա անունը այդ իրադարձություններից հետո հայտնվել է ներքաղաքական քննարկումների կենտրոնում։ 2019 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Մոջթաբա Խամենեիի նկատմամբ, նրան ընդգրկելով Իրանի գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատի այն անձանց ցանկում, որոնք Վաշինգտոնի գնահատմամբ ներգրավված են իշխանության կոշտ քաղաքականության մեջ։ Պատժամիջոցները ենթադրում են Միացյալ Նահանգների իրավազորության ներքո ակտիվների սառեցում եւ ամերիկյան կողմի հետ գործարքների արգելք։ Թեհրանն այդ քայլը բնութագրում է քաղաքական ճնշում եւ միջամտություն ներքին գործերին։ Իրանի սահմանադրությամբ գերագույն առաջնորդին ընտրում է բանիմացների ժողովը։ Մոջթաբա Խամենեիի անունը պարբերաբար հիշատակվում է որպես հնարավոր իրավահաջորդ, իսկ այժմ, երբ Ալի Խամենեին մահացած է, ել ավելի հավանական է համարվում հենց Մոջթաբայի ընտրությունը։ Մոջթաբա Խամենեին գրեթե հանդես չի գալիս հրապարակային ելույթներով, հարցազրույցներ չի տալիս եւ հազվադեպ է երևում պետական միջոցառումներում։ Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա նա 2004 թվականին ամուսնացել է Զահրա Հադդադադելի հետ, ունի 3 երեխա։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մոջթաբա Խամենեին որպես այլընտրանք հանդես է գալիս արտաքսման մեջ գտնվող ամերիկամետ եւ Ամերիկայում բնակվող Ռեզա Փահլավին, որը 1979 թվականի Իրանյան իսլամական հեղափոխության ժամանակ տապալված շահի որդին է։ Նա այսօր դատապարտել է Իրանի հարձակումներ իր հարևանների վրա եւ հայտարարել, որ ապագայում Թեհրանը կդառնա տարածաշրջանի երկրների իրական գործընկերը։ Քիչ առաջ Իսրայելը կադրեր է հրապարակել ու հայտնել, որ իսրայելական ավիահարված է հասցրել Ալի Խամենեիի բունկերին Թեհրանում։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ հարձակմանը մասնակցել է մոտ 50 կործանիչ։ Բունկերը զբաղեցրել է փողոցներ եւ ունեցել բազմաթիվ մուտքեր ու սենյակներ։ Այաթոլլայի սպանությունից հետո իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակել էին օգտագործել համալիրը։ Ավիահարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի ամենահայտնի պատմամշակութային համալիրներից մեկը՝ Գոլեստանի կամ Վարդերի պալատը։ Դարերի պատմություն ունեցող այս ճարտարապետական գլուխգործոցը Իրանի մշակութային խորհրդանիշներից է եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ինչ վնասներ է կրել պալատը, ինչ արժեք ունի այն իրանցիների համար եւ ինչ արձագանք է ստացել միջազգային կառույցներից, ներկայացնում է Զարա Սարգսյանը։ Սա Թեհրանի սրտում գտնվող ու Իրանի այցեքարտը համարվող Գոլեստանի կամ Վարդերի պալատն է։ Իսկ սա արդեն ավիահարվածներից հետո ճարտարապետական այս գլուխգործոցի ներկայիս տեսքը։ Ապակու բեկորներ հատակին, ջարդուփշուր եղած ու ոչնչացված իրեր, պատուհանների շրջանակներ, պատեր։ Ղաջարիների դարաշրջանի գլուխգործոցն այժմ դժվար ճանաչելի է դարձել։ Չնայած համալիրի արտաքին տեսքին հասցված վնասին, Իրանի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ արժեքավոր արտեֆակտների ամբողջ հավաքածուն հունվարին տեղափոխվել է անվտանգ վայր։ Հետևաբար ներսում գտնվող գանձերը մնացել են անձեռնմխելի։ Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ այս համալիրի ոչնչացումն ուղղակի հարձակում է ազգային մշակութային ինքնության վրա։ Այս հիասքանչ ճարտարապետական համալիրը կառուցվել է 16-րդ դարում։ Պալատը, որ բաղկացած է 17 շենքից, այդ թվում թանգարաններից ու դահլիճներից, համարվում է ժամանակակից Իրանի մշակութային խորհրդանիշը։ Դրա յուրաքանչյուր շինություն հետաքրքիր է իր ձևով։ Չնայած դրանք բոլորը կառուցված են ճանաչելի պարսկական ոճով։ Խոր կամարակապ այվաններ, իրար հաջորդող փակ դահլիճներ, ինտերիերում հայելային խճանկարների առատություն եւ ճակատային հատվածում բազմագույն սալիկներ։ Դարերի ընթացքում պալատի արտաքին տեսքը փոփոխությունների է ենթարկվել։ Զգալի ճարտարապետական փոփոխություններ են տեղի ունեցել Քարիմ խան Զանդի, աղա Մուհամմադ խան Ղաջարիի, որը Թեհրանը դարձրեց Իրանի մայրաքաղաք, եւ Նասր էդ-Դին Շահի օրոք, որը թաղված է հենց պալատի տարածքում։ Պալատի գլխավոր այցեքարտերն են Մարմարե գահը, Թախտե մարմարը, որտեղ տեղադրված է տպավորիչ գահը, որը քանդակված է Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից, ընդհանուր 65 մասից։ Շահերի թագադրումները տեղի են ունեցել հենց այստեղ։
Ադամանդիա սրահը թալար է ալմասը, որն իր անվանումը ստացել է ներսի պատերի եւ առաստաղի հայելային զարդանախշերի պատճառով, որոնք փայլում են ադամանդի պես։ Հայելիների սրահը թալար է այնեն, հավանաբար ամենահայտնի սրահը, որի պատերն ու առաստաղն ամբողջությամբ պատված են բարդ հայելային խճանկարներով։ Եվ արևի տունը Շամսոլ Էմարեն, բարձրահարկ շենք 2 աշտարակով, որը մի ժամանակ Թեհրանում ամենաբարձրն էր։ Շահն այն օգտագործել է քաղաքի համայնապատկերով հիանալու համար։ Պալատն այնքան սիրված է ու կարևոր իրանցիների համար, որ դրա պատկերը հայտնվել է 1974 թվականին իրանական 5000 ռիալ արժողությամբ թղթադրամի վրա։ 2013-ի հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն պաշտոնապես գրանցեց որպես համաշխարհային ժառանգության վայր, հաստատելով այս պարսկական ճարտարապետական համալիրի համաշխարհային արժեքը։ ԱՄՆ-Իսրայել հարվածներից անմիջապես հետո միջազգային այս կառույցը խոր մտահոգություն հայտնեց եւ խոստացավ ուշադիր հետևել մշակութային ժառանգության պահպանման հետ կապված իրավիճակին։ Մտահոգություն հայտնեց ու խոստացավ։ Միայն այդքանը։ Իսկ մինչ մեր աչքի առաջ պատմություն է ջնջվում, աշխարհն ինչպես միշտ լուռ հետևում է։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, որ Հայաստանի համար այս պահին որևէ վտանգ չկա։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԿՊԱ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ որևէ ռիսկ չի տեսնում։ Նույն դիրքորոշումն ունի նաեւ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նրա խոսքով այս պահին կարևոր է գնահատել այն խաղաղությունը, որն ունի Հայաստանը։ Հետևում ենք իրավիճակին բնականաբար եւ մեր սահմանին տեղի ունեցող բոլոր իրավիճակների վերաբերող ուրեմն վերաբերելի ռիսկերը հասցեագրվում են համապատասխան մարմիններում։ Սրա մասին կարծում եմ լրացուցիչ տեղեկատվություն արդեն կհաղորդեն հաջորդ անվտանգության խորհրդի նիստերից հետո կամ համապատասխան մարմինները, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ծրագրերի հետ կապված էլի շատ կարևոր է ձեր հարցը, որովհետև ես տեսա նաև մամուլում նման մտավախություններ եւ մեկնաբանություններ կային։ Մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերով, այն պայմանավորվածություններով, որը որ կա եւ այս պահին որևէ ռիսկ չկա կապված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Իսկ արդյոք դուք տեսնում եք, որ այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ որ առումով խաղաղության կղզյակ է եւ մեր բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան։ Եկեք սա գնահատենք որպես ելակետ, եթե մենք ուզում ենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել եւ ոչ թե ուղակի այսպես գիտեք անհանգստացնենք մարդկանց, այլ տեղեկություն փոխանցենք մարդկանց, նախ գնահատենք, որ մենք ունենք խաղաղություն եւ փաստորեն մեր հաշվարկները, մեր քայլերը, մեր բոլոր ուրեմն այն հարաբերությունները, որ մենք հաստատել ենք բոլոր կողմերի հետ, սկսած ԱՄՆ-ից, վերջացած Ռուսաստան, վերջացած տարածաշրջանի երկրներ, բոլոր այն հաշվարկները, որ մենք արել ենք, պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել, մինչ այս պահը ցույց են տալիս, որ հնարավոր դասավորվածության մեջ Հայաստանի համար ապահովում են լավագույն հնարավոր արդյունքը այս պահի դրությամբ։ Այդուամենայնիվ Իսրայել, ԱՄՆ, Իրան ռազմական լարվածությունը սկսում է ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Վերջին օրերին հայկական շուկայում նկատվում է մի շարք մրգերի եւ բանջարեղենի թանկացում։ Վաճառողներն ասում են, պատճառը Իրանից մատակարարումների դժվարացումն է։ Տնտեսագետներն էլ չեն բացառում, որ եթե տարածաշրջանում լարվածությունը շարունակվի, առաջիկայում հնարավոր է նաեւ նոր գնաճ։ Սեդա Մակարյանն է անդրադարձել թեմային։ Իրան-Իսրայել ռազմական լարվածությունն արդեն ազդել է հայկական շուկայի վրա։ Պատերազմի ֆոնին հանրապետությունում սկսել են թանկանալ մի շարք մրգեր եւ բանջարեղեն, կաթնամթերք ու պարենային ապրանքներ, որոնք մեծ մասամբ ներմուծվում են Իրանից։ Վաճառողները նշում են, վերջին օրերին հատկապես թանկացել են լոլիկը, վարունգը, սմբուկը եւ որոշ մրգեր։ Պատճառը մատակարարումների դժվարացումն է։ Պայմանավորվածը պատերազմով թանկացում է դրս եկած ապրանքները, իսկ տեղականները նորմալ են։ Օրինակ, որ ապրանքն է դրսից, որ թանկացել է։ Բիբարներն են դրսից, բադրջանը, բրոկոլին մեկ էլ։ Որքան է թանկացել։
Տահագին թանկացել է, մոտ 500 դրամի տարբերությամբ արդեն թանկացումներ կա։ Որքան ժամանակ է թանկացել է։ Ես պատերազմից սկսվելուց հետո։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, Հայաստանը մեծապես կախված է Իրանից ներմուծվող գյուղմթերքից, հատկապես ձմռան եւ գարնան ամիսներին, երբ տեղական արտադրությունը սահմանափակ է։ Տարեկան 35 միլիոն դոլարի պարեն է Հայաստանն Իրանից ներկրում։ Երբ որ բավարար քանակությամբ տեղական գյուղմթերքը չի արտադրվում, մենք ստիպված ենք գնում ներկրել, այդ թվում նաև Իրանից։ Այդ ներկրում համատաբար էժան է եւ մեր ժողովուրդը դրա շնորհիվ կարողանում է ունենալ տարին 12 ամիս այս կամ այն բանջարեղենի եւ մրգի տեսականի։ Մասնագետները նաև չեն բացառում, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ փոխադրումների խնդիրները խորանան, ապա առաջիկա շաբաթներին հնարավոր է նոր գնաճ։ Այդ դեպքում թանկացումները կարող են տարածվել նաև այլ ապրանքների վրա։ Շուկայում ասում են, ներմուծումը քչացել է, գործընթացը դարձել ավելի բարդ։ Պատերազմի իրավիճակով պայմանավորված Իրանը փակել է սահմանները հասկանալի պատճառով, առաջին հերթին նրանք մտածում են իրենց ներքին պարենային անվտանգության մասին, իրենց ժողովրդին պարենով ապահովման մասին եւ իրենք ամեն ինչ անել են, որ այդ պարենը մնա իրենց երկրում ու կարողանան իրենց ժողովրդին դրանով բավարարել։ Որ թանկացել է բանջարեղենը, նկատում են նաև քաղաքացիները, օրինակ լոլիկը, որը նախկինում արժեր 800 դրամ, հիմա 1200 դրամ է։ Բանջարեղենի գներում թանկացում նկատում եք։ Ինձ մի խոսցնի ես չգիտեմ, բա չէ, չգիտես որ թանկացել է։ Թանկացում ամեն տեղել ամեն ինչի մեջ էլ կա։ Ընդհանրապես ամեն ինչն է թանկացել։ Օրինակի համար խմելու ջուրը, որ շշով առնում են 170 դրամ, դարձավ 210 դրամ, կես լիտրներ, եթե չեմ սխալվում։ Նայած որ քանի սորտի լոլիկներ կան։ 800-ից կա 1200, բայց այսքան տուփի մեջ մանրերից 1200, դա 1100 չեմ հիշում։ Ես դժգոհ եմ։ Նորա թանկացել։ Միշտ է թանկ եղել։ Միշտ է թանկել։ Ես սարևսուր չեմ անում, կինս։ Տանը որ անում են ինչ-որ դժգոհություններ կան թանկացում։ Իհարկե։ Ինչն է թանկացել։ Ամեն ինչ։ Ինչ ասեմ անուններով, կանաչեղենից համեմը, կոտեմը, լոլիկը ընդհանուր թանկ էր էլի, ընդհանուր թանկ էր։ Դե այսօրվա լոլիկն էլ ոնց ասեմ, ուտելու բան չեն, հողինը պետք է լինի, գոնե թեկուզ թանկ լինի, բայց դե էլի որ թորնիկները ուտեն։ Տնտեսագետը նշում է, որ խնդիրը միայն ապրանքների քանակի նվազումը չէ, պատերազմական վիճակը անմիջապես ազդեցություն է ունենում լոգիստիկ ամբողջ շղթայի վրա։ Տարածաշրջանում անվտանգային ռիսկերի աճը բարդացնում է բեռնափոխադրումները, երկարացնում ճանապարհի ժամանակը, ավելացնում ապահովագրական եւ տրանսպորտային ծախսերը։ Այս ամենը վերջնական արդյունքում արտահայտվում է ապրանքների թանկացումով։ Իրանական պարենը փոխարինելու տարբերակներ պետք է գտնենք։ Դա կարող է լինել Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից կամ այլ երկրներից, բայց այդ երկրներից պարենի բերելու դեպքում մենք ունենալու ենք որոշակի գնաճ։ Պայմանավորված տրանսպորտով, ինչպես նաև այդ երկրներում նույն բանջարեղենը միշտ ավելի թանկ է, քան Իրանում։ Պարսյանը հիշեցնում է Հայաստանի անկախացումից հետո Իրանն էր այն պետությունը, որն առաջինը մեզ հետ առևտրային պայմանագիր կնքեց ու այդ դժվար պահին աջակցեց Հայաստանին։ Այդ ժամանակներից սկսած Իրանը Հայաստանի շուկայում կարևոր դեր ունի։ Այսպիսով տարածաշրջանային լարվածությունը արդեն ազդեցություն է ունենում նաև Հայաստանի շուկայի վրա, արտահայտվելով ամենօրյա սպառման ապրանքների թանկացմամբ։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Երևանի պետական համալսարանում ամիսներ առաջ սկիզբ առած աղմկահարույց պատմությունը, որը տեղափոխվել էր իրավական դաշտ, կարծես հանգուցալուծում է ստացել։ Աշխատանքից ազատված դասախոսը դատարանում վիճարկել էր համալսարանի որոշումը եւ այժմ կա դատական վճիռ։ Ինչ է արձանագրել դատարանը եւ ինչ զարգացումներ են սպասվում այս գործով, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Երևանի պետական համալսարանի դասախոս Սահակ Մանուկյանի շուրջ ստեղծված վիճահարույց պատմությունը նոր զարգացում է ստացել։ Դատարանը մարտի 4-ին բավարարել է նրա հայցը եւ անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը։ Ես վերականգնվեցի հանրային կառավարման ամբիոնի 075 դրույքով դոցենտի պաշտոնում եւ այն պետական турքի հարցեր կան պետք է նաեւ քանի որ պարտվել է Երևանի պետական համալսարանը, իրենք պիտի
պատճառին այդ գումարը։ Ավելի վաղ համալսարանից հայտնել էին, որ դասախոսը հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ Պնդում էին, նա խախտել է էթիկայի կանոնները։ Ըստ դասախոսի ներկայացված բողոքների հիմքում ԿՊԱ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դստեր ներկայացրած նկարներ եղել։ Սակայն ինչպես պարզ է դառնում, փաստաբանի ներկայացրած ապացույցներն ավելի ուժեղ են գտնվել։ Նախ խախտվել են նրա աշխատանքային իրավունքները։ Պետք է անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելուց առաջ նույնիսկ գրավոր կերպով բացատրություն պահանջես, որը սահմանված է աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածով։ Ինձ այնքան արագ են ազատել աշխատանքից, որ անգամ մոռացել են բացատրություն պահանջել ինձանից։ Մանուկյանի խոսքով վեճի հիմքում դասի ընթացքում ներկայացված օրինակն է եղել։ Նա ուսանողներին բացատրելիս փորձել էր ներկայացնել վիրավորանքի եւ զրպարտության տարբերությունը, օգտագործելով իր փաստաբանական պրակտիկայից վերցված օրինակ։ Քանի որ զրպարտության եւ վիրավորանքը ես ստիպված պիտի ընտրեի այնպիսի բառ, որը իր մեջ պարունակում է մարդու արժանապատվությունը նսեմացնող որոշակի տարեր։ Այսինքն ես չեմ կարող ընտրել բարի, գեղեցիկ, սիրուն բառերը։ Արդյունքում օրինակ բերված բառը դարձել է խնդրոառարկա։ Խնդրոառարկա բառը ֆուցն բառն էր։ Ինչ իմ կողմից իրականացրած թե ներպետական եւ թե միջազգային փաստաբանական հարցումներով հիմնավորվել էր, որ գոնե հայանք չպարունակող բառ է։ Եթե գործատուն համարել է, թե դասախոսը չի կարող դաս բացատրելիս նման օրինակներ բերել, դատարանն այլ եզրակացության է հանգել։ Հետևանքի առումով կամ խախտման առումով դասի ժամանակ օրինակով ուսանողների գիտելիքները ամրապնդելը չի կարող համարվել, որ անձը կատարել է իր զբաղեցած պաշտոնի հետ անթույլատրելի ակտ։ Դասախոսի խոսքով դեռ համալսարան չի գնացել։ Երևանի պետական համալսարանը 1 ամիս ժամանակ ունի վճիռը բողոքարկելու համար, սակայն եթե գործատուի խոհեմությունն ու իմաստությունը բավարարի, ապա իրեն անմիջապես կհրավիրի աշխատանքի, որպեսզի հարկադիր պարապուրտի գումարն էլ ավելի չմեծանա։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։